Այս հոլովակով կծանոթանանք Nail Brand-ի գել լաքերի, ամրացման գելերի եւ գույնավոր տոպերի երանգներին։ Սկսենք գել լաքերից։ Հերթով կտեսնեք գել լաքերը ձեր էկրաններին, որոնց վրա նաեւ գրված են համարներ։ Կարող եք ձեռք բերել բոլոր նյութերը մեր խանութ սրահներից, կամ էլ օնլայն պատվիրելու համար ընդհանրապես սկրինշոտ կարող եք անել ձեր ցանկալի գույները, երանգների նյութերը եւ ուղարկել նամակագրության միջոցով մեր SMM մասնագետներին։ Բոլոր նյութերը հիպոալերգիկ են եւ ունեն հիանալի ծածկողականություն, ինչպես տեսնում եք ձեր էկրաններին։ Նյութերը համապատասխանում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ մատնահարդարներին։ Գելաքերի պիգմենտը բավականին խիտ է, անգամ կան գույներ, որոնք կարելի է օգտագործել մեկ շերտով, սակայն խորհուրդ է տրվում բոլոր գույները օգտագործել երկու շատ բարակ շերտով, որպեսզի ձեր լամպերը հասցնեն չորացնել։ Nail Brand-ի գելաքերը ունեն նաև ինքնահարթվելու հատկություն, այսինքն որքան էլ անհարթ որ դուք քսում եք եղունգի վրա, այն սկսում է ինքնուրույն հարթվել։ Հարթվում է ոչ միայն քսելու ժամանակ, այլ նաև հետո լամպում տեղադրված ժամանակ, չորանալու ընթացքում սկսում է կրկին ինքնուրույն հարթվել։ Այս կարմիրի երանգը ամենամեծ պահանջարկ ունեցող գույներից մեկն է Nail Brand-ում։ Այն համարվում է շատ էլեգանտ եւ կարելի է համադրել թե ձմեռային, թե ամառային դիզայնների ժամանակ։ Իսկ սա կոչվում է եղնիկի արյուն, չնայած նրան, որ շատերը նրան հենց բորդո են կոչում, բայց ոչ։ Ծածկողականության աստիճանը տեսնում եք ինքներդ։ Սա 8-րդ համարի գելլակն է, ինչպես նկատում եք, բոլոր գելլակերի վրա կան իրենց համարները, որպեսզի կարողանաք հեշտությամբ պատվիրել, եւ այն շատ ծովային շքեղ գույն է։ Արկա է նաև կանաչ գույնի երկու երանգներ, որոնք կարող են իդեալական լրացնել ձեր պալիտրան։ Սա ինչպես ամառային կարող է դառնալ, այնպես էլ շատ աշնանային ու շատ գեղեցիկ երանգ կարող է դառնալ, երբ որ դուք այն կիրառեք ու համադրեք այլ գույների հետ։ Ես դիտմամբ ընտրել եմ հենց սպիտակ պալիտրա, որի վրա գույները քսելուց դուք շատ լավ կտեսնեք, թե այն որքանով կարող է լավ ծածկել կամ չծածկել եղունգը մեկ շերտով։ Օրինակ այս դեղինի երանգը ամենամեծ պահանջարկ ունեցողներից է, հատկապես աշնանը, բայց իրականում երբ որ համադրվում է կաթնայինի հետ, շատ ավելի գեղեցիկ կարող է դառնալ նաև ամառային գույն։ Կապույտի երանգները իդեալական են ջինսերի եւ վերնաշապիկների հետ։ Իսկ այստեղից սկսենք մեր թիթիզիկ շարքին անցնել։ Ինչու է կոչվում թիթիզիկ, որովհետեւ նրա մեջ կա շատ մանր փայլիկներ։ Փայլիկները շատ արտահայտված չեն, բայց եւ եղունգների վրա շատ նուրբ ու պսպղան տեսք են հաղորդում։ Սա կաթնային տարբերակն է եւ շատ մեղմ ու նուրբ է նայվում եղունգների վրա։ Հաջորդը ավելի բաց վարդագույն երանգ ունեցող կրկին փայլիկներով տարբերակն է, թիթիզիկ շարքի 14-րդ համարը։ Այս գելաքերը եւս հարթվում են եղունգի վրա ինքնուրույն։ 15-րդ համարի գելակը այս վարդագույնի մի փոքր ավելի թունդ տարբերակն է, որովհետև մեր հաճախորդները երբ որ գալիս են, միշտ ինչ որ մի բան առաջարկում ենք, նրանք էլ մեզ են առաջարկում, թե արդյոք արկա է դրա մի փոքր ավելի մուգ կամ մի փոքր ավելի բաց տարբերակները։ 16-րդ համարը ավելի շատ մանուշակագույնը սիրողների համար։ Եթե դուք կարծում եք, որ այս նուրբ գույները կիրառվում են միայն գարնանը, ասեմ, որ ոչ։ Նոր տարվան եւս հաճախորդները շատ են ցանկանում նմանատիպ երանգներ, հատկապես երբ մեջը արկա է փայլիկներ։ Եվ թիթիզիկ շարքի 17-րդ համարն եմ հիմա ներկայացնում, որը մոխրագույն երանգ է։ Իդեպ ասեմ, ըստ լույսի այն կարող է ավելի բաց տեսք ունենալ կամ ավելի թունդ, ինչպես այստեղ է երևում։ Բայց իրականում այն այնքան էլ մուգ երանգ չունի։ Իսկ փայլիկների մասին չխոսեմ, տեսեք ինքներդ։ Անցնում ենք գարունա հավաքածուին, եւ գարունա հավաքածուն վաճառվում է 5 գույնը միանգամից միասին։ Ինչու է կոչվում գարունա, որովհետև հիմա ինքներդ կտեսնեք, որքան գեղեցիկ գարնանային ու շատ նուրբ երանգներ են։ Այն հատուկ է այդպես ընտրված, որպեսզի գարնանամուտին այլևս երկար-բարակ գույներ չփնտրեք, անմիջապես պատվիրեք այս ամբողջական փաթեթը եւ ունենաք գարնանային ամենապահանջված գույներն ու երանգները, որոնք ամռանը եւս շատ մեծ պահանջարկ են ունենալու։ Ինչպես նկատում եք, գույները կարծես թանձրություն ունենան, բայց իդեալական հարթվում են անմիջապես եղունգի վրա։ Նրա մեջ ներառված է նաև ամենապահանջված դեղին երանգը։ Ինչպես նկատում եք, գարունա հավաքածուի վրա եւս արկա են գույների համարները։ Սա կոնկրետ 21-րդ համարի գույնն է։ Ու էլ ինչ գարունա, եթե նրա մեջ շատ նուրբ, շատ գեղեցիկ, բեժային որևիցե երանգ չլիներ, եւ ես ընտրել եմ սա։ Բոլոր մատնահարդարներն էլ ունեն այնպիսի հաճախորդ, ով բեժ երանգներից բացի ոչինչ չի օգտագործում։ Սա հիանալի լուծում կլինի։ 23-րդ համարի ներքո կրկին գտնվում է ավելի նուրբ բեժային երանգ, որը իդեպ ասեմ ցանկացած ավելի գեղեցիկ դեղինի, կապույտի կամ ջինսային երանգների հետ իդեալական կարող է դառնալ աշնանային։ Իսկ վարդագույնի, կապույտի կամ ավելի վառ կանաչի հետ այն կլինի ավելի գարնանային կամ ամառային։ 24-րդ համարի ներքո այս հրաշալի տաք երանգն է, որը շատերն են փնտրում եւ այդպես էլ չեն գտնում, իսկ Nail Brand-ում պատկերացրեք ամենաշատ պահանջարկ վայելող գույներն են բոլորը արկա։ Այստեղ տեսնում ենք ավելի հարուստ ու ջինսային երանգ, որը համադրվում է ամեն ինչի հետ։ Փայլի ու պիգմենտի մասին ոչինչ չեմ ասում, որովհետեւ ինքներդ էլ տեսնում եք։
Կրկին հատկապես աշնանա ու ձմռանը ամենամեծ պահանջարկ վայելող կապույտներից մեկը։ Թվում է թե թանձր է, բայց հիմա ինքներդ տեսեք ինչպես է հարթվում եղունգի վրա։ Այս երանգը շատ քիչ բրենդներում կարող եք հանդիպել, միայն սրա շքեղ գույնը տեսեք ինչպիսի հարուստ երանգ է։ Այս գույնը ինչպես այսպես փայլով է գեղեցիկ, այնպես էլ թավշյա տոպի տակ ուղղակի իդեալական է։ Անցնում ենք ամրացման գելերին։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Սրանք եղունգներն ամրեցնող գելեր են, բայց սրվակների մեջ ու իրենց վրձինով, այսինքն շշալցված չեն կլոր տարաների մեջ, այլ այսպիսի հարմարավետ սրվակներում են։ Ճիշտ է, նախատեսված է բնական եղունգի ամրեցման համար, բայց լինում են դեպքեր, երբ ուղղակի հաճախորդը շատ է հավանել այս գույները եւ ցանկանում է, որ այն օգտագործեք, չնայած նրան, որ նրա եղունգը ամրեցման կարիք չունի, բայց խնդիր չէ, կարող եք օգտագործել որպես երանգ ու ծածկել տոպով։ Իսկ հիմա անցնենք մեր ամենաշքեղ շարքերից մեկին՝ ամրացման գելերի թիթիզ տարբերակին, որոնց մեջ փայլիկները ավելի խոշոր են։ Կրկին անում են նույն գործառույթը, ինչ որ նախորդ ամրացման գելերը, որոնց մեջ չկային փայլեր։ Իդեալական ամրեցնում է բնական եղունգը եւ նաեւ ստեղծում է, ինչպես տեսնում եք, եւ երանգ, եւ դիզայն։ Ցանկացած ամրացման գելի տակից պարտադիր օգտագործել թափանցիկ կաուչուկային բազա Nunail բրենդից։ Եթե եղունգները տկար են, կոտրվող են, փշրվող են, շերտավորվող են եւ նյութը լավ չեն պահում, կարող եք օգտագործել կերատինը։ Անցնենք գունավոր տոպերին։ Սա կաթնային տոպն է։ Հաջորդը արդեն վարդագույն տոպն է, եւ այս բոլոր տոպերի կոդերը գրված են ոչ թե տարայի վրա, այլ կափարիչների վրա, ինչպես որ նկատեցիք։ Տոպը կարող եք օգտագործել անմիջապես բազայի վրայից, որովհետև սրանք կատարում են միանգամից 5 գործողություն։ Տոպ է, կամուֆլյաժ է, ինքնահարթվող է, ամրացնող է եւ բնականաբար հիպոալերգիկ։ Գունավոր տոպերը կարող եք օգտագործել նաև ցանկացած ամրեցնող նյութի վրայից, որովհետև կլինեն եղունգներ, որոնք միայն բազայով չեն պահպանվի, կարիք կլինի ամրացնելու։